Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ։ Այսօր մաթեմատիկայից մենք կանցնենք երկնիշ թվին միանիշ թվի գումարումը կաշկային անցումով թեման։ Գիտելիքների սրահում հանդիպում ենք հետևյալ գրառմանը 37 գումարած 6 հավասար է 43։ Տեսեք երեխաներ, 3 տասնյակից պատասխանի մեջ արդեն դարձավ 4 տասնյակ, այսինքն կաշկային անցում է տեղի ունեցել, կարգը փոխվել է, 3 տասնյակը դարձել է 4 տասնյակ։ Երեխաների համար գրեթե միշտ դժվարություն է ներկայացնում այս տիպի գրառումները, այս տիպի գործողությունները, բայց եթե ճիշտ հասկանան ինչպես պիտի կատարեն, այլևս չեն դժվարանա։ Ամենահեշտ տարբերակը թվային շարքով հաշվելն է։ Մենք գիտենք, որ ինչքան ձախ է գրված թիվը, այնքան փոքր է, ինչքան աջ է գրված, այնքան մեծ է, կամ գումարելիս պիտի հաշվելով տեղափոխվենք դեպի աջ, հանելիս հաշվելով պիտի տեղափոխվենք դեպի ձախ։ Հիմա 37-ին 6 գումարելու համար գտնում ենք 37 թիվը և 6 թվանշան տեղափոխվում ենք դեպի աջ, 38, 39, 40, 41, 42, 43, 43-ը կլինի 6-րդ թիվը, նշանակում է եթե 37-ին գումարենք 6 կստանանք 43։ Հաջորդ առաջադրանքները մենք կկատարենք տետրում։ Առաջադրանք 322-ը։ Հաշվիր գումարը օգտվելով տրված շարքից։ Տեսեք, նորից թվային շարքն է, 42-ից մինչև 53 թվերն են գրված և պետք է կատարել գործողությունները։ 43-ին գումարած 6 թվանշան տեղափոխվում ենք դեպի աջ, 1, 2, 3, 4, 5, 6 կստանանք 49, 43-ին գումարած 7 թվանշան տեղափոխվելու դեպքում 50 կստանանք, 43-ին գումարած 8, այսինքն 8 թվանշան պիտի տեղափոխվենք 51, կամ կարելի է միավորները գումարել, 3-ին գումարած 6, 9, 4 տասնյակ ունեինք 49, տասնավորին ձեռք չենք տալիս, թողնում ենք նույնությամբ, տեսեք, 3-ին գումարած 7 հավասար է 10-ի, 4 տասնյակ ունեինք 5 տասնյակ կամ 50, 8-ին գումարած 3 հավասար է 11, 11-ին էլ գումարենք մտապահած 40-ը կլինի 51։ Նույն ձևով կատարում ենք հաջորդ առաջադրանքները, կամ հաշվարկելով դեպի աջ, կամ միավորները գումարելով, այնուհետև տասնավորը ավելացնելով։ 323 համարը հաշվիր, եթե դժվարանաս գրիր 33-ից 45 թվերի շարքը։ Նույն ձևով երեխաները եթե դժվարանան, կարող են այս շարքը գրել և հեշտությամբ հաշվել։ Ես կներկայացնեմ առաջին սյունակը, հաջորդ երկու սյունակները երեխաները ինքնուրույն կկատարեն։ 36-ին գումարած 2, 6-ին գումարած 2 միավորները գումարենք 8, 3 տասնյակ ունեինք 38, 6-ին գումարած 4 հավասար է 1 տասնյակ, 3 տասնյակ ունեինք կստացվի 4 տասնյակ, 36-ին գումարած 6, 30-ը մտապահում ենք, 6-ին գումարած 6 հավասար է 12, 30 ունեինք 42։ 324 համարի առաջի շարքը ներկայացնեմ, հաշվիր օգտվելով թվային հատվածից։ Թվային հատվածը ներքևում գծված է 76-ին գումարած 2։ Գտնում ենք 76 թիվը և 2 թիվ տեղափոխվում ենք դեպի աջ, 1, 2, 78, 76-ին գումարած 4, 76-ից 4 թիվ ենք գնում դեպի աջ, 1, 2, 3, 4, 80, 76-ին գումարած 6, 76-ից 6 թիվ, 1, 2, 3, 4, 5, 6, հավասար է 82։ Հաջորդը երեխաները կկատարեն ինքնուրույն։ Այժմ անցնենք խնդիրներին։ Խնդիր 327-ը։ Խանութ բերեցին 47 կիլոգրամ խնձոր և 3 կիլոգրամով ավելի տանձ։ Որքան տանձ բերեցին խանութ։ Քանի որ երկար ժամանակ խնդիրներ չեն լուծել, երեխաները մոռացած կլինեն։ Ցանկալի է, որ վերհիշեն խնդրի բաղադրիչները։ Խնդիրն ունի պայման, այնինչ հայտնի է։ Խնդիրն ունի պահանջ, այնինչ պահանջվում է իմանալ, հարցականը, լուծում և պատասխան։ Խնդրի պայմանն է խնձորը 47 կիլոգրամ էր, տանձը 3 կիլոգրամով ավելի։ Խնդրի հարցն է, որքան տանձ բերեցին խանութ, պահանջն է սա։ Հիմա լուծումը, արտահայտությունը, եթե 3-ով ավելի է, նշանակում է թիվը ավելի մեծ է, որպեսզի ավելի մեծ թիվ ստանանք, պետք է գումարենք 47-ին գումարած 3։
Եվ արտահայտությունը գրելուց հետո հաշվում ենք արտահայտության արժեքը 47-ին գումարած 3 հավասար է 50 կգ, պատասխան 50 կգ տանձ։ Խնդիր 328-ը, փաթեթում կար 48 կարմիր և 2-ով ավելի կանաչ փուչիկ։ Քանի կանաչ փուչիկ կար փաթեթում, վերլուծում ենք, ինչպիսի փուչիկներ կային փաթեթի մեջ, կարմիր և կանաչ, կարմիրները որքան էին, 48, կանաչների մասին ինչ գիտենք, որ 2-ով ավելի էին, այսինքն շատ էին կարմիրներից։ Ինչպես պիտի լուծենք, որպեսզի գտնենք, 48-ին գումարենք ավել 2-ը, սա թվային արտահայտությունն է, այժմ հավասարությունը 48-ին գումարած 2 հավասար է 50 փուչիկ, պատասխան 50 փուչիկ։ Խնդիր 329-ը, Հասմիկի տատիկը 55 տարեկան է, նա 3 տարով փոքր է պապիկից, քանի տարեկան է պապիկը, ում մասին է խոսքը, տատիկի և պապիկի, տատիկի տարիքը հայտնի է 55 տարեկան է, պապիկինը հայտնի չէ, չգիտենք պապիկը քանի տարեկան է, բայց գիտենք, որ տատիկը 3 տարով փոքր է պապիկից, տեսեք սլաքը ներքև է, հիշում եք ես ձեզ այս տիպի խնդիրները բացատրել եմ, երբ հայտնի թվից սլակը իջնում է ներքև դեպի անհայտը, սա կոչվում է անուղղակի ձևով արտահայտված խնդիր, ուղղակիորեն չի ասում, որ պապիկը 3 տարով մեծ է տատիկից, ասում է 55 տարեկան տատիկը 3 տարով փոքր է պապիկից, եթե տատիկը փոքր է, նշանակում է պապիկը մեծ է, այս փոքր բառը երեխաներին շփոթության մեջ չպիտի գցի, քանի որ հայտնի թվից ենք մենք անհայտը գնում, սլաքը ներքև է, ուրեմն կատարում ենք հակառակ գործողությունը, կամ կարող ենք դարձնել ուղղակի, տատիկը 55 տարեկան է, պապիկն էլ 3 տարով մեծ, հետո նոր լուծում, նայած թե երեխան ինչպես ավելի լավ կհասկանա, 55-ին գումարած 3 հավասար է 58 տարեկան։ Խնդիր 330-ը, վարպետն օգտագործեց 34 լիտր սև և 4 լիտրով ավելի կանաչ ներք, որքան կանաչ ներք օգտագործեց նա։ Վարպետը ինչպիսի ներկեր է օգտագործել երեխաներ, վարպետն օգտագործում է կանաչ ներք և սև ներք։ Սև ներկի քանակը հայտնի է 34 լիտր է, կանաչինը չգիտենք որքան է, բայց գիտենք, որ 4 լիտրով ավելի է, ավելի, շատ, այս բառերը ցույց են տալիս, որ պետք է կատարել գումարման գործողություն։ 34-ին գումարած 4, սա մեր խնդրի արտահայտությունն է։ 34 գումարած 4 հավասար է 38 լիտր, նշանակում է կանաչ ներկը 38 լիտր է։ Հաջորդը 331 համարի խնդիրն է։ Գրիչն արժե 80 դրամ։ Գրիչը մատիտից թանկ է 30 դրամով։ Որքան արժե մատիտը։ Երեխաներ, սա ինչ տիպի խնդիր է, որ խնդիրին է նման։ Տատիկի և պապիկի տարիքի խնդրին, տեսեք, գրիչը 80 դրամ է և այդ 80 դրամանոց գրիչը 30 դրամով թանկ է մատիտից, սլակը իջնում է դեպի մատիտը, որը հարցական է, նշանակում է մատիտը 30 դրամով էժան է, եթե սլակը ներքև է, կատարում ենք այս բառի հակառակ գործողությունը, թանկի հակառակը էժանն է, ավելի հակառակը պակասն է, գումարման հակառակը հանումն է, նշանակում է ոչ թե 80-ին պիտի գումարենք 30-ը, այլ 80-ից հանենք, քանի որ մատիտը ավելի էժան էր, 80-ից հանած 30 հավասար է 50 դրամ։ 333 համարը պետք է մենք 78-ին ավելացնենք այնքան միավոր, որ հասնենք նրա հաջորդ կլոր տասնյակին։ Հաջորդ կլոր տասնյակը 80-ն է, որպեսզի 78-ից ստանանք 80, պետք է 78-ը մեծացնենք 2-ով։ Նույն ձևով հաջորդ կլոր տասնյակը 25-ի 30-ն է, 25 գումարած 5 հավասար է 30, 89-ին գումարած 1 հավասար է 90, 36-ին գումարած 4 հավասար է 40, 14-ին գումարած 6 հավասար է 20, 47-ին գումարած 3 հավասար է 50։ Հետո պետք է կատարենք հետևյալ գործողությունները։ Ուշադիր նայելու դեպքում երեխաները օրինաչափություն կնկատեն և արագ կհաշվեն։ 34-ին գումարած 3 հավասար է 37։ Տեսեք, 34-ը դարձել է 44, երկրորդ գումարելին մնացել է անփոփոխ, միշտ 3 է։ Իսկ հաջորդ յուրաքանչյուր վարժության մեջ
առաջին գումարելին 10-ով մեծացել է, նշանակում է յուրաքանչյուր գումարը նույնպես պիտի 10-ով մեծանա, նախորդի համեմատ։ 44-ին գումարած 3, 47, 54-ին գումարած 3, 57, 64-ին գումարած 3, 67։ Նույն ձևով թող երեխաները նայեն հաջորդ համարները, գտնեն օրինաչափությունները և կատարեն առաջադրանքները։ Տրամաբանությունը զարգացնելու համար կկատարենք նաև 21 և 22 համարի առաջադրանքները։ Պետք է հաշվենք գումարը, փորձենք նկատել օրինաչափություն և ըստ այդ օրինաչափության գունավորենք վանդակները։ 8 գումարած 5 հավասար է 13։ Պետք է գտնենք այնպիսի գումար, որ գումարելիների միավորները լինեն 8 և 5։ Օրինակ 18 գումարած 5 հավասար է 23։ Փորձում ենք նորից գտնել 28 գումարած 5 հավասար է 33, 38 գումարած 5 հավասար է 43։ Հաջորդ օրինակը 7 գումարած 3-ն է, հավասար է 10-ի, 7-ով և 3-ով վերջացող թվեր ենք գտնում, 17-ին գումարած 3, 20, 27-ին գումարած 3, 30, 37-ին գումարած 3, 40։ Հաջորդը 9 գումարած 2, միավորները պիտի լինեն 9 և 2-ը։ 29-ին գումարած 2, 31, 19-ին գումարած 2, 21, 39-ին գումարած 2, 41։ Նույն ձևով կարելի է կատարել հանման դեպքում։ 18-ից հանած 10-ը հավասար է 8-ի, 28-ից հանած 10-ը հավասար է 18-ի։ Տեսեք, նվազելին 10-ով մեծանում է, հանելին մնում է նույնը։ 48-ից հանած 10-ը հավասար է 38, 38-ից հանած 10-ը հավասար է 28։ Հաջորդ օրինակում պիտի լինի 14-ից հանած 10-ը։ Գտնենք 24-ից հանած 10-ը օրինակը։ 24-ից հանած 10-ը հավասար է 14, 34-ից հանած 10-ը հավասար է 24, 44-ից հանած 10-ը հավասար է 34։ Եվ ամենավերջում մենք պետք է 15-ից հանենք 10-ը։ Գտնենք 5-ով վերջացողը 25-ից հանած 10-ը հավասար է 15, 35-ից հանած 10-ը հավասար է 25, 45-ից հանած 10-ը հավասար է 35։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։